Ժամը 17-ի դրությամբ ԿԸՀ տվյալներով հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 48.92%-ը, ընդհանուր 1.224.957 քաղաքացի, ինչը զգալիորեն բարձր է 2021-ի նույն ժամի ցուցանիշից 38.52%։ Իսկ մարզային տվյալներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում 55.36%, Վայոց ձորում 54.15% և Տավուշում 53.27%, մինչդեռ ամենացածրը Արմավիրում 44.8%, ինչի մասին հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընդգծելով, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ընդհանուր 2.485.851 քաղաքացի։ Էլգող Փիսո, Ործառյուծ։ Թող գա իրա խոտով մտնի առույցի բունու դուս գա։ Էն էլ ործառույցի։ Առույցը չգիտեմ, բայց դու պատրաստի, որ վանդակում ես ապրելու առաջիկա տասնամյակում։ Հետդ էլ ործ կլինի անպայման խոստանում եմ։ Չամիչով Բուլկի։ Չամիչով Բուլկի ունեք։ Այս փոքր կրպակը այլևս չի վճարելու հարկ։ Կարկանդակ ու խաշած եգիպտացորեն, խորոված ու խոշոր խոզի կաշի։ Օր-օր ագրեսիան ավելի թունդ դառնում։ Արկածախնդիր, ստախոս, վախկոտ կզացած Փալանչյանն ասումն է։ Մի քիչ փոքր չափսերի Դուբայ ենք սարքելու։ Մինչև Դուբայը տեսնելը ինչ ասես տեսանք այս պայքարում, համոզեցին ընտրողին 2017-ից հետո առաջին հերթական խորհրդարանական ընտրություններն են 2018-ի եւ 2021-ի արտահերթ փուլերից հետո։ Նախորդած քարոզարշավի օրերին ակներև դարձավ, որ այս ընտրությունները տեղի են ունենում երկրի համար բարդ աշխարհաքաղաքական ու ներքաղաքական իրականության պայմաններում եւ որ երկիրը կանգնած է զարգացման վեկտորի լուրջ ընտրության առաջ։ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չէ, այն ընդամենը նախաստորագրվել է, բայց քաղաքացիական պայմանագիրը պնդում է, թե խաղաղությունը հաստատված է։ Ընտրվելու դեպքում քաղաքական այս թևում ծրագրել են փոխել սահմանադրությունն ու կաթողիկոսին։ Ընտրության հարց չկտա, հրաժարական թե չի տա, ինքը պետքա գնա այդտեղ։ Խաղաղությանն ընդդիմադիրները դեմ չեն, բայց երաշխավորով ասում են։ Հետընտրական հնարավոր կոալիցիաների մասին Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը բացառեցին, որ Ռոբերտ Քոչարյանի հետ կմիավորվեն, բայց մեկ է, Փաշինյանը նրանց անվանեց պատերազմի եռագլուխ կուսակցություն, ընդդիմադիրներն անպատասխան չթողեցին։ Հայաստանին սպառնում է երկու մարդ՝ Ալիևը եւ Փաշինյանը։ Հայաստանի ճանապարհը Եվրոպայի հետ են դիտարկում Հանուն Հանրապետություն, Քրիստոնեա-ժողովրդավարական, Հայաստանի շնորհապետական, Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունները։ Միացյալ Նահանգների թրիփի նախաձեռնությունը բարձր է գնահատում Արման Թաթոյանի գլխավորած միասնության թևերը։ Խոստացավ ազատագրել Հայաստանի օկուպացված տարածքները, ֆուտբոլը դարձնել ազգային առաջնահերթություն։ Մենք չենք ընտրելու նաև վարչապետ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Սամվել Կարապետյանը չի կարում էլ համանդրական արգելքների պատճառով։ Մյուս բոլոր որոշումները մենք կայացնելու ենք Հայաստանի ազգային շահերից ելնելով։ Թրիփին դեմ չխոսեցին նաև Հայ ազգային կոնգրեսում, բայց ասացին միակողմանի ծրագիր է։ BRICS-ի երկրներն էլ պետք է մասնակցեն՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան եւ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը։ Վարչապետական մանր գզվռտոցի մեջ չենք մտնելու, հայտարարեց Լուսավոր Հայաստանից Էդմոն Մարուքյանը։ Պետությունը ինքնությունը պաշտպանելու մասին պետք է մտածել։ Այս ընտրությունների արդյունքներով որոշվելու է Հայաստանը ինչպիսի երկիր է լինելու եւ Հայաստանը վերջին հաշվով մնալու է որպես հայերի պետություն թե ոչ։ Այսօրվա քվեարկությունը ոչ միայն ներքաղաքական ուժերի կշռի չափումն է, այլև ըստ էության հանրաքվե է Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կողմնորոշման եւ տարածաշրջանային խաղաղության հեռանկարների վերաբերյալ։ Ու մինչեւ ընտրապայքարը կհասնի քվեատուփին, ագրեսիայի դոզան ավելի խտացավ։ Գրեթե ամեն օր ընտրակաշառքի բացահայտումներ, միջադեպեր, կալանավորումներ, գաղտնալսումներ, հրապարակումներ, քրեական գործեր ու նաեւ երկուպար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածուն այսօր վաղ առավոտյան մասնակցել է ընտրություններին։ Կարծում եմ ժողովրդավարությունը միշտ աշխատում է տարածաշրջանային համագործակցության համար, ժողովրդավարությունը գործիք է տարածաշրջանային խաղաղության համար։ Քվեարկությունից հետո լրագրողներին ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա մեկ անգամ եւս ընդգծել է, որ քվեարկել է հանուն խաղաղության եւ ժողովուրդը ընտրություններին մասնակցությամբ պետք է վերահաստատի խաղաղությունը։ Ժողովուրդը ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային խաղաղությանը եւ երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ։
Ես կուզեի, որ մեր երկիրը չտանեինք ցնցումների, որովհետև յուրաքանչյուր ցնցում մեր երկրի զարգացումը նորից հետ է գցելու։ Քվեարկությունից հետո այսօր նշել է Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը։ Ընտրությունից հետո նա ասել է, որ քվեարկել է հանուն ժողովրդի միասնության եւ պետության ամրության, իսկ իր անվան հետ կապվող տարբեր լուրերը անհիմն են եւ սին։ Հակառակ դեպքում վաղուց նոր քրեական գործ հարուցված կլիներ իր դեմ եւ կալանավորված կլիներ։ Մարտական տրամադրությամբ ինչպես մեր հայ ժողովուրդն է գնում։ Այսօր երևում է, որ բոլորն են մարտական տրամադրված եւ շատ կարեւոր է ապահովել իսկական լեգիտիմ իշխանություն, որ մենք վերջապես հնարավորություն ունենանք մենք որոշենք մեր երկրի ապագան։ Ընտրություններին քաղաքացիների ակտիվ մասնակցությունն ըստ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի վկայում է այն մասին, որ մեր ժողովուրդը ձգտում է փոփոխության։ Գագիկ Ծառուկյանի գնահատմամբ ցուցանիշների ակտիվությունն ավելի քան գոհացնող է։ Ծառուկյանը քվեարկել է Կոտայքի մարզում տեղակայված 29 կոտորակ 29 ընտրատեղամասում թորան ուղեկցությամբ։ Մենք բոլորս այս երկրում ապրում ենք, կա 90 կուսակցություն, 19 մասնակցություն։ Եթե ցանկացած մարդ իր ուզածը պետք է իր երկրում լավ լինի, ժողովրդի դեմքին ժպիտ լինի, խաղաղություն լինի, զարգացում լինի։ Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խայտարակություն է որակում ընդդիմադիրների նկատմամբ քրեական գործերը, կալանքները։ Այսօր քվեարկությունից հետո լրագրողները նրանից հետաքրքրվեցին հակակոռուպցիոն կոմիտեի երեկվա հաղորդագրության մասին, համաձայն որի Հայաստան դաշինքի տեխնացուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։ Հակակոռուպցիոն կոմիտեի բենեֆիսներ ամբողջ օրը ինչ որ ձայնագրություններ էր տարածում, տպավորությունը այնպեսին է, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Միասնության թևերի վարչապետի տեխնացու Արման Թաթոյանը 7 կոտորակ 50 ընտրատեղամասում է մասնակցել քվեարկությանը։ Պատասխանելով հարցին, թե ՔՊ հանրահավաքի ժամանակ վարչական ռեսուրս է կիրառվել, մարդկանց ավտոբուսներով են բերել, արդյոք դա ազդել է ընտրությունների ընթացքի վրա, Թաթոյանն ասել է, որ ինքն անձամբ գրանցել է բազմաթիվ ընտրախախտումների դեպքեր։ Ես ուղղակի մեկ բան եմ խնդրում մեր քաղաքացիներին դիմելով, այս ընտրություններն իսկապես պատմական նշանակություն են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, ինչ երկիր ենք մենք ունենալու մեզ համար։ Քաղաքական տարբեր թևերի առաջնորդները շարունակում են կատարել իրենց քաղաքացիական պարտքը։ Հոգևորականները ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II ուղեկցությամբ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ժամանեցին վաղարշաբաթի 14 կոտորակ 11 ընտրատեղամաս մասնակցելու համապետական ընտրություններին։ Քվեարկությունից հետո վեհափար Հայրապետը նշեց, որ իր ընտրությունը կատարել է աղոթելով հայոց պետության ամրության եւ ժողովրդի բարօրության համար։ Վեհափար Հայրապետը նաեւ մաղթեց, որ Աստված օգնական եւ պահապան լինի հայ ժողովրդին, իսկ Տիրոջ սերը, շնորհն ու ողորմությունը լինեն մեզ հետ եւ ողջ աշխարհի վրա այսօր եւ միշտ։ Աստված անսասան պահի հայոց պետությունը, օրհնի մեր ժողովրդին հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարին ծանր այս փորձությունները եւ կերտելու հզոր, ապահով, անվտանգ, օրինահարկ եւ բարոր երկիր։ Աստված օգնական ու պահապան ազգիս հայոց։ Տիրոջ սերը, շնորհը եւ ողորմությունը թող լինի մեզ հետ եւ ողջ աշխարհի այսօր եւ միշտ ամեն։ Հայաստանի երրորդ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարեց 29 կոտորակ 46 ընտրատեղամասում։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ եկել է քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահելու իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը գնահատելի։ Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։
Ընտրական գործընթացին տեղամասերում հետևում են ոչ միայն ընտրական հանձնաժողովների անդամներն ու դիտորդները, այլև քաղաքական ուժերի վստահված անձինք, որոնց դերն ընտրական գործընթացում կարևոր վերահսկողական բաղադրիչ է համարվում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասում են, քաղաքական թևերից ցանկություն են հայտնել իրենց վստահված անձանց դասընթացներ անցկացնելու։ Եվ այստեղ առաջին անգամ յուրօրինակ մոտեցում է եղել, դասընթացավարների դասընթացներ են կազմակերպել։ Ավելի պարզացած, մասնակցող ուժերի ներկայացուցիչների հետ են տրեյնինգներ արել, որ վերջիններս էլ ԿԸՀ-ում ստացած գիտելիքները փոխանցեն ընտրատեղամասերում աշխատող իրենց վստահված անձանց։ Մեծ մասը քաղաքական ուժերի ցանկություն հայտնեց, որպեսզի իրենց ներկայացուցիչներին կազմակերպեն վստահված անձանց դասընթացավարների դասընթացավար։ Ըստ էության ցանկը 150-ին մոտ էր։ Մենք կազմակերպեցինք 10-ից 15 հոգանոց խմբերով ուսուցումներ, որպեսզի արդյունավետությունը բարձր լինի։ Վստահված անձինք այսօր կարող են օրինակ խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել հանձնաժողովի նիստերին կամ ընտրության ընթացքում ներկա գտնվել քվեարկության սենյակում։ Միաժամանակ նրանց համար գործում են հստակ սահմանափակումներ, արգելվում է ընտրատեղամասերում քարոզչությունը, ինչպես նաև կուսակցական խորհրդանիշների օգտագործումը։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կարող է ներկա գտնվել ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մինչև 2 վստահված անձ։ Վստահված անձ չեն կարող լինել դատավորները, դատախազները, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողները, ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական ծառայությունում ծառայողները, զինծառայողները, դիտորդները, թեկնածուները, ընտրական հանձնաժողովների անդամները։ Այս ընտրություններին Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր գտնվում են երկրի տարածքում, մինչդեռ միլիոնավոր քաղաքացիներ, ովքեր գտնվում են արտերկրում ընտրական գործընթացից դուրս են մնում։ Սա ընտրական իրավունքի սահմանափակում է պետության կողմից ընտրված կազմակերպական մոդել, թե հիբրիդային պայքարի ինչ-որ տարբերակ, հարց, որի շուրջ բանավեճերը շարունակվում են տևական ժամանակ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, թե այս հարցը քաղաքական որոշումների տիրույթում է։ Երկրից դուրս կա ինտերնետ էլեկտրոնային քվեարկություն, որը բացառապես արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության կողմից գործողված համապատասխան նավարդ դիվանագետների կամ այլ ցինորական ծառայողների, ուսուցման մեջ գտնվողների եւ նրանց ընտանիքի անդամների համար է։ Հստակ կանոններ են սահմանված նաև այսպես կոչված լրության շրջանի վերաբերյալ։ Այստեղ հստակ արգելքներ կան։ Քվեարկության օրը մինչև երեկոյան ժամը 20:00-ն արգելվում է վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող տեսալսողական մեդիա ծառայություն մատուցողների եթերով կամ տպագիր մամուլով թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքները, ինչպես նաև դրանց վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելը։ Քվեարկության օրը լռում են վարկանիշները, դադարում են կանխատեսումները եւ ուժը կորցնում բոլոր հաշվարկները։ Մնում է միայն ընտրողի որոշումը։ Իսկ վերջնական պատասխանը, ինչպես միշտ, տալիս է ոչ թե որևէ հարցում, այլ ընտրողը քվեաթերթիկը քվեատուփ գցելիս։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ օտարերկրյա հեռախոսահամարներից եւ էլեկտրոնային փոստի հասցեներից Հայաստանի քաղաքացիները զանգեր եւ հաղորդագրություններ են ստացել, որոնցում կեղծ տեղեկություններ են տարածվել, իբր որոշ ընտրատեղամասերում ռումբեր են տեղադրված։ Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահազանգերը չեն համապատասխանում իրականությանը։ Նման գործողությունները կարող են դիտարկվել որպես հիբրիդային ազդեցության եւ տեղեկատվական հոգեբանական ճնշման փորձեր, որոնց նպատակն է խաթարել բնականon ընտրական գործընթացը, հասարակության մեջ տարածել անհանգստություն եւ անվստահություն, ինչպես նաեւ ծանրաբեռնել պետական կառույցների աշխատանքը։ Ոստիկանությունը եւ իրավապահ համակարգը լիովին վերահսկում են իրավիճակը։ Քաղաքացիներին հորդորում ենք չտրվել ապատեղեկատվությանը, չտարածել չստուգված տեղեկություններ եւ նման հաղորդագրություններ ստանալիս անմիջապես տեղեկացնել իրավապահ մարմիններին։